Իսրայելը Նետանյահուի մակարդակով, Նետանյահուի ներկայացուցիչ մակարդակով դիմել է ԱՄՆ-ին, որ ԱՄՆ Իսրայել այդ դաշնակից այդ առանցքի մեջ մտնի նաև Ադրբեջանը, ալյանս թող լինի, մտնի նաև Ադրբեջանը, Սիրիայում գործողությունները, որը իրականացվեցին Ասադի, որը նույնն է Իրանի դեմ, իրականացվեցին թուրք-ադրբեջանական, թուրք-իսրայելյան համատեղ ուժերով, հա, փաստացի, ամեն մեկը իր մասով։ Այնպես որ պարբերաբար այդ քարտը խաղարկում է Էրդողանը մասնավորապես, հա, որ այդ մուսուլմանական քարտն է, այլ Իսրայելը դա ֆաշիստական երկիր է, դա մուսուլմաններին ճնշող երկիր է, մենք ձեզ ձեր ցույց կտանք, բայց գետնի վրա կա խորը համագործակցություն եւ Թուրքիայի հետ եւ Թուրքիայի պրոքսի Ադրբեջանի հետ, այնպես որ ես համարում եմ, որ Իրանի մասով մասնավորապես Սիրիա-Իրան դա նույն բանն է, նույն բանն է իմաստով, որ դա իրանական ազդեցության երկիր էր եւ Սիրիայից հետո անդրադարձել են եւ տեսանել է Իրանին, այդտեղ եւ Իսրայելի եւ Թուրքիայի շահերը անմիջական համընկնում են այն իմաստով, որ Իրանը հանդիսանում է հակառակորդ, ինչպես թուրքական էքսպանսիային, այնպես էլ իսրայելյան էքսպանսիային։ Եվ այս համատեքստում իմ կարծիքով այդ խաղերը, որ տանում են, այսինքն կեղծ ինֆորմացիոն հոսքերը, որ ներառում են, որ Թուրքիան Իսրայելի դեմ է, Թուրքիան կարող է ներխուժել Գիտեք ինչ, Սիրիայում կարա որոշակի երկու բարեկամների մեջ, այսպես ասած, լինի խնդիր այն իմաստով, թե ամեն մեկի ազդեցության գոտին որն է ավելի շատ լինելու եւ ինչպեսին է լինելու։ Դե այժմ ռազմաբազաների թեման է քննարկվում։ Մասնավորապես, այո, ուզում է ռազմաբազաներ տեղակայել, ռուսական բաները ամբողջովին դուրս մղի, Իսրայելը իր մասով է այնտեղ տարածքներ է վերցրել, ուզում է այդ տարածքները պահպանել եւ այդտեղ կարող է անհամաձայնություններ լինել, բայց մեծ առումով նրանք դաշնակից երկրներ են եւ այդ կեղծ օրակարգերը արվում է, որպեսզի այդ իրողությունը թաքցվի։ Կամ Թուրքիայի ուրիշ լինելը մենք տեսանք Արցախյան պատերազմի 20 թվականի ընթացքում, այսինքն թե ինչպես էր Թուրքիան ուրիշ, ինչպես ուրիշ Թուրքիան անմիջական բոլոր իմաստներով զենք զինամթերքից սկսած անմիջական մասնակցությամբ աջակցեց իր եղբայր պրոքսի Ադրբեջանին։ Թուրքիան ուրիշ չի լինում, Թուրքիան ուրիշ առնվազն հայերի մասով Թուրքիան ուրիշ չի լինում, իսկ իր շահերի ազգային եւ պետական շահերի թուրքական շահի պաշտպանության եւ առաջ մղելու իմաստով նույնպես Թուրքիան ուրիշ չի լինում։ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ինչ տեսանք մենք, ինչ հասկացանք եւ եկեք ընդհանրացնենք նաեւ։ Կարող ենք մասնավորը վերցնենք, թե ինչ եղավ, ով, ինչ, ոնց, այսպես ֆիգուրները ինչպես դասավորվեցին եւ վերադասավորվեցին եւ հետո մի հատ ընդհանուր հասկանանք, թե այնուամենայնիվ ինչին ականատես եղանք մենք բոլորս։ Տեսեք, ես ասել եմ եւ կրկնվեմ, որ Գյումրիում, մասնավորապես Գյումրիում, իսկ դա տեղի ունենում մնացած բոլոր տեղերում նույնպես, ներհամակարգային ուժերը, իսկ համակարգ ասելով ես նկատի ունեմ այն իշխանական համակարգը, որ ձևավորվել է դեռևս 35 տարի առաջ Հայաստանում եւ տիրում է Հայաստանը առ այսօր եւ Նիկոլ Փաշինյանը այդ համակարգի հերթական ներկայացուցիչն է։ Ներհամակարգային ուժերը, որոնք էին դրանք երկրորդ նախագահի շուրջ ձևավորված ուժերն էին կամ նրա կողմից ձևավորված երրորդ նախագահի շուրջ կամ նրա կողմից ձևավորված ուժերն են եւ Նիկոլ Փաշինյանի եւ նրա շուրջ ձևավորված ուժերն են։ Իրենք էին մասնակցում Գյումրիի ընտրություններին։ Փաստացի Գյումրիի ընտրությունները, այսինքն Գյումրիի իշխանության ձևավորման խնդիրը ներհամակարգային էր։ Ոնց է լիներ, իշխանությունը համակարգից դուրս չէր գալու, որովհետև արտահամակարգային ուժեր փաստացի այդ ընտրություններին մասնակից որպես այդպեսին չկար։ Եվ եթե այդ տեսակետից նայենք, ներհամակարգային 3 ուժերը, հանրագումարում, հավաքեցին ամեն մեկը որոշակի ծավալի ձայներ։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանական ուժը Իդեմս ԿՊ-ի եւ Լևոն Բարսեղյանի, այսինքն դուք նույնականացնում եմ, այո, միարժեք նույնակ, որովհետեւ Լևոն Բարսեղյանի հիմքում, այսինքն չգնանք կենսագրությանը, հա, այլ գնանք պարզ բան, որ Արամ Սարգսյանը, որը Նիկոլ Փաշինյանի ամենամեծ աջակիցներից է եւ գործընկերներից է, այդ Արամ Սարգսյանական կուսակցության հենքով էր Լևոն Բարսեղյանը գնում ընտրությունների։ Այլ բան կարելի է չխորանալ, թե Լևոն Բարսեղյանը ով է,
ինչ ֆոնդերից է օգտվել, ինչ է արել իր Այդ կյանքում։ ֆոնդից օգտվել է եւ Նիկոլ Փաշինյանի աջակից լինելը։ Կապ ունի, ասեմ ինչի, որովհետեւ Նիկոլ ես էլի մի անգամ չի որ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը ունի առանձնահատկություն համատած մյուս նախագահների միջև այդ եղած վարչակարգերի։ Նիկոլ Փաշինյանի վարչակարգում շատ ներդաշնակ սինթեզված են 3 հիմնական ուղղություն. ռուսական ուղղությունը, թուրքական ուղղությունը եւ գլոբալիստական ուղղությունը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի վարչակարգում ներկայն այդ իմ ասած 3-ի ներկայացուցիչ, բաները, ուժերը եւ նրանց անդամները։ Հիմա Լևոնտ Բարսեղյանը գլոբալիստական ուժի հայտնի կարկառուն ներկայացուցիչ է։ Այսինքն, եթե պայմանական, որոշակի ճշտությամբ գումարենք իրար, հա, այդ թվերը, ապա Նիկոլ Փաշինյանական կողմը, sense ձևակերպենք կամ սյունը, Գյումրիում հավաքեց մոտավորապես 40%, հա, քվեի, մասնակիցների քվեի։ Իսկ դա լուրջ առաջընթաց է, ես ձեզ ասեմ, համեմատած 21 թվի նույն Գյումրիի ընտրությունների հետ, որտեղ Գյումրիի ընտրությունները 21 թվականին, եթե ես չեմ սխալվում, 20%-ի կարգի ձայներ հավաքել ՔՊ-ն։ Մյուս բանի թևը, մյուս թևը, բանի Քոչարյանական թևը նա հավաքել է, եթե չեմ սխալվում, 22 թե 23%, եւ մոտավորապես այդ կարգի, հա, հավաքել է նաեւ Սերժ Սարգսյանական թևը։ Այսինքն, եթե դա վերածենք մանդատների, 10 մանդատ ոնց որ թե, եթե չեմ սխալվում, հավաքել է բանը, Քոչարյանական թևը, 9 մանդատ հավաքել է Սերժ Սարգսյանական թևը։ Այսինքն, ինչ է ստացվում։ Ստացվում է, որ այդ երկու թևերի, որտեղ Լևոն Բարսեղյանն է, չանցավ շեմը, հա, այդ երկու թևերի հանրագումարով ավելի շատ է, քան ՔՊ-ն, բայց ՔՊ-ն, այսինքն Նիկոլ Փաշինյանական թևը, ասենց ասեմ ՔՊ չասեմ, Նիկոլ Փաշինյանական թևը ամենաշատ ձայնն է հավաքում։ Արդյունքում ականատես եղանք հետևյալին, որ Քոչարյանական եւ Սերժ Սարգսյանական թևերի մեջ եղավ հերթական, չէ՞ որ բանում համացանցում եւ ոչ համացանցում իրականում նաեւ գետնի վրա անընդհատ այս վերջի ժամանակում ամիսներ շարունակ գնում է այդ հակադրությունը։ Երկրորդ նախագահ, երրորդ նախագահ եւ նրանց ներկայացնող ուժերի եւ անհատների եւ խմբերի այդ հակադրությունն է գնում, այսինքն այդ հակադրությունը տեղի ունեցավ նաեւ Գյումրիում եւ ժամանակ անցավ, որպեսի մի կողմը անհրաժեշտ 2 թե 3 ձայնը տա այն մյուս կողմին, որպեսի Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի նախագահ, բայց ոնց տրվեց այդ ձայները։ Տրվեց առանց պարտավորությունների։ Դա ինչ է նշանակում։ Համենայն դեպս ես դա հասկանում եմ այսպես, որ հետագայում բանի այդ Մարտուն Գրիգորյանի ավականին իրականացնելու է իր գործունեությունը ավականունիստին առանց պարտավորություններ, այսինքն դա չի նշանակում, եթե Վարդան Ղուկասյանը որպես քաղաքապետ մի բան ուզում է անցկացնել, իրենք պարտադիր պետքա դրան համաձայնեն, այսինքն դա կոալիցիա չի։ Պարտավորված չի։ Իսկ դա նշանակում է նաև, որ Վարդան Ղուկասյանի իշխանությունը Գյումրի քաղաքում լինելու է շատ անորոշ եւ հեղեղուկ, որովհետեւ այդ պարագայում Նիկոլ Փաշինյանական թևը, այսինքն ՔՊ-ի թևը ունի մեծամասնություն, նրա հետ համեմատած ավելի շատ ձայն ունի, քան թե Վարդան Ղուկասյանը առանց Մարտուն Գրիգորյանի։ Այո, առանց Մարտուն Գրիգորյանի, չէ, սրա համախմբված ձայնը առանց Մարտուն Գրիգորյանի ավելի քիչ է, քան ՔՊ-ի ձայնը առանձին վերցրած։ Համախմբված ձայնի ավելի վերցրած։ Եվ եթե դրան նաև գումարենք այն քննարկումները եւ այն խոսակցությունները, որ կան, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կան քրեական գործեր, այսինքն այստեղ կարող է իրականացվի հայտնի Վանաձորի սցենարը, այսինքն բանին անգամ քաղաքապետ ընտրվելու պարագայում նա քրեական գործերով կարող է կալանավորվի եւ գնա քրեական դատավարության, ապա հասկանալի է, որ շատ այսինքն բանում Գյումրիում հեղուկ անորոշ իրավիճակ է այս պահին։ Թե ինչ զարգացումներ կլինեն, կտեսնենք, բայց մի բան միարժեք նշենք։ Գյումրիում հերթական անգամ իշխանությունը մնաց գործող համակարգի մոտ։ Թե ինչ դեմքով դա իմ համար ամենայն դեպս այդքան էական չի։